Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին ժամը 13:30-ին բոլորին հրավիրել է ուխտերթի, որը մեկնարկելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց։ Այդ օրը նա այդ եկեղեցում մասնակցելու է Սուրբ Ծննդյան պատարագի։ Երթը կգնա դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկ եկեղեցի, ըստ նրա, երթը լինելու է խաղաղ։ Նախորդին էլ վարչապետի կեցավայրում Փաշինյանը եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ են հանդես եկել։ Դա անվանվել է իբրև եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ լինելու է համակարգող խորհուրդ, որին վերապահված են լինելու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Ճանապարհային քարտեզի 5 կետերով նախատեսվում է այսպես կոչված բարենորոգման օրակարգի հանրահռչակում, Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունում, սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Երեկ երեկոյան վարչապետի եւ 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է, որ եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման եւ բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են Հայաստանի սահմանադրությունը, խախտում թե միջազգային, թե Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները։ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ 10 եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայրաթորից իրենց ուղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրենց ուզող հարցերի շուրջ ամենայն հայոց հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։ Հարկ է ընդգծել, որ եկեղեցու կանոնակարգային հարցերը եւ բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետությանը իր բարձրագույն կառույցներով։ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի, ցավալի հետևանքներով։ Ռեժիմն ինքն իր ընտրությունն է առաջարկել հասարակությանը ընտրելու տեսակ ու արժեհամակարգ դրանով իսկ արագացնելով իր նախաձեռնության տապալումը, հայտարարել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Բացի այն հանգամանքից, որ Մայրաթորի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ըստ նրա ստիպված վաբանկ է գնում ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին։ Եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկած կար կողմնորոշման, գործելու եւ ընտրություն կատարելու հարցում, ապա տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը։ Միգուցե շատերի համար տիրադավները նոր են բացահայտվում որպես մարդկային տեսակ, սակայն պարզ է, որ նախկինում ներսից են գործել որպես ուրացողներ։ Մեկն Արցախն է դավաճանել, մյուսը սեփական ընկերներին ու այդպես շարունակ։ Ապրելով երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը, որում գործարար բարերարը բոլորին շնորհակալություն է հայտնել իրենց մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար։ Ես դրանք շատ լավ զգում եմ, ջերմություն եմ ստանում դրանցից։ Ուզում եմ բոլորին տոնական տրամադրություն մաղթել։ Ինչ որ միտեղ կարդացել եմ, որ ամենակարևոր ճանապարհորդությունն ինքդ քո ներսում ճանապարհորդությունն է։ Ինչքան շատ ես ուրախանում եւ կարողանում այդ ուրախությունը փոխանցել ուրիշներին, այնքան ուժեղանում ես։ Պահպանեք տոնական տրամադրությունը, հրաշքի զգացողությունը ձեր եւ երեխաների մեջ, ինչ որ նոր բանի սպասումը։ Եթե ժամանակ եք ունենում, նայեք մանկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, հեքիաթներ եւ միամաչեք երեխա լինելուց։ Մենք կորցրել ենք հավատն առ Աստված եւ հավատն ինքներս մեր նկատմամբ։ Շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ։ Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք այդ հենման կետը։ Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է։ Շնորհավորում եմ բոլորի տոները։ Շնորհակալ եմ բոլորին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը, որը շնորհավորել է անցած տարի օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության նորագարկի առաջխաղացման շրջանակներում ձեռք բերված նվաճումների համար։ Նշելով ձեռք բերված համաձայնությունների պատմական նշանակությունը, Ալիևը հատկապես ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այս գործընթացում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ջանքերը տարածաշրջանային խաղաղության նորագարկի առաջխաղացման ուղղությամբ։ Նա նաև հայտնել է, որ Երևանի եւ Բաքվի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ, շեշտը դնելով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման, նաև Ղազախստանից ու Ռուսաստանից ցորենի տարանցման վրա Ադրբեջանի տարածքով։ Ալիևը հույս է հայտնել, որ TRIP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապերի համար։ Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում մոտ 16 մարդ է մահացել։
ինքնաբաշխման կազմակերպությունները չեն նշում զոհերը ցուցարարներից են, թե իրավապահներից։ Կտրուկ գնաճի դեմ բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ երկրում, դաժան բախումներ առաջացնելով ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջև։ Իրանում ցույցերը տարածվել են երկրի 31 նահանգներից 25-ի ավելի քան 170 բնակավայրում։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է, որ Իսլամական Հանրապետությունը չի զիջի հակառակորդին եւ որ ապստամբներին պետք է իրենց տեղը ցույց տալ։ Նա ըստ էության արձագանքել է ԱՄՆ նախագահին, որը հունվարի 2-ին հայտարարել էր, թե Վաշինգտոնը կազմում պատրաստ է գործի անցնել, եթե Իրանի վարչակազմը կրակ բացի ցուցարարների ուղղությամբ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորք բերվելուց հետո տեղափոխվել է ամերիկյան բանտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 3-ի երեկոյան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն գերեվարել է Մադուրոին Վենեսուելային հասցված հարվածների ժամանակ, որոնք Մոսկվան եւ այլ երկրներ դատապարտել են։ ԱՄՆ նախագահը խոսել է Վենեսուելան Մադուրոին գերեվարելու նպատակով իրականացված ռազմական գործողության մասին, հավելելով, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կկառավարի հարավամերիկյան երկիրը, քանի դեռ չեն կարողացել իրականացնել անվտանգ, պատշաճ եւ ողջամիտ անցում շրջան։ Այս պահին Վենեսուելայում ըստ հաղորդումների իշխանության ղեկին են Մադուրոյի գլխավոր օգնականները, այդ թվում փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Ռոդրիգեսին, ասելով, որ նա ըստ էության պատրաստ է անել այն, ինչ ինքը կարծում է, որ անհրաժեշտ է Վենեսուելային կրկին զորացնելու համար։ Ռոդրիգեսը սակայն Մադուրոյին անվանել է Վենեսուելայի միակ նախագահ, իսկ Միացյալ Նահանգների հարվածները սարսափելի բիծ երկու երկրների հարաբերությունների վրա։ ԱՄՆ գլխավոր դատախազի հաղորդմամբ Մադուրոյին եւ նրա կնոջը, որը նույնպես ձերբակալվել է, Նյու Յորքում քրեական մեղադրանքներ են առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների համար։